Տիգրան Մեծի 41 գից մեկի մեկ հասցեում բացվեց Ելք-կուսակցությունների դաշինքի թեկնածու Բաբկեն Կարապետյանի նախընտրական շտաբը։ Բացմանը ներկա են ելքականներից շատերը, Ազգային ժողովի պատգամավոր Լուսավոր Հայաստան կուսակցության նախագահ, Ելք-դաշինքի անդամ Էդմոն Մարուքյանը, դաշինքի անդամներն ու գաղափարագիրներ։ Շտաբը մենք նախատեսել ենք, որպեսզի յուրաքանչյուր անհատ Վանաձորի, ով կհետաքրքրվի ընդդիմադիր դաշտի մեր ելք դաշինքով կարողանա այցելել, նույնիսկ ունենք հեռախոսահամարներ, որպեսզի ցանկության դեպքում կարողանան նաև զանգահարել, իրենք առաջարկեն ծանոթանան մեր ծրագրերի, մեր տեխնացուների անցած ճանապարհի, որպեսզի կարողանան ընդամենը ճիշտ ընտրություն կատարել մեր եւ մնացած ուժերի միջև։ Նոր ընտրություններով մենք արդեն այնքան տեխնացու ունենք, որ քաղաքացիների ինֆորմացիոն պատուկը շատ ուժեղ է։ Անընդհատ մարդիկ չեն էլ նկատում, դրա համար ուստի կենտրոնական տեղը հնարավորություն պետք է տա, որ մարդը անցնում է գործիա գնում գալիս է, ուսանք իր մոտ հարց կառաջանա, ցանկություն կառաջանա, իրանք կմտնեն շտաբ եւ շտաբում մեր տեխնացուի հետ կզրուցեն, ավելի շատ ինֆորմացվեն ելք-դաշինքի մասին։ Շտաբը ղեկավարում է Արտակ Մելիքյանը։ Շտաբի աշխատակիցները ակտիվ իրազեկման աշխատանքներ են տանելու բնակչության հետ։ Կլսեն քաղաքացիների առաջարկներն ու խնդիրները։ Բաբկեն Կարապետյանը ինքը անկուսակցական է, ելքի անդամները գործով են ապացուցել, որ իրականում ընդդիմադիր ուժ է, որը ուզում է բարեփոխումներ կատարի Հայաստանում։ Շտաբը պարտադիր է, որտեղ եթե դուք տեխնացու եք, դուք նաև պետք է ունենաք շտաբ, որտեղ մարդիկ ուզում են ձեր հետ հանդիպեն, ոչ թե գնաք սրճարաններում հանդիպեք, այլ գանք շտաբում նստեն, զրուցեն։ Լուսավոր Հայաստան կուսակցության անդամ Ելք-դաշինքի պատգամավորության թեկնածու Աստղիկ Ավետիքյանը նշեց, որ նորաբաց շտաբը հասարակությանը ավելի մոտ եւ հասանելի լինելու ամենակարճ ճանապարհն է։ Ելքի գաղափարագիրները ցանկության դեպքում դաշինքին վերաբերող քարոզարշավային նյութեր կարող են ձեռք բերել շտաբից։ Մենք մարդկանց հետ շփվում ենք, անհատապես ծանոթանում ենք, մեր հաշվետվություններն ենք ներկայացնում, ծրագիրն ենք ներկայացնում, իսկ շտաբերի որոշակի քանակը կապված է նրա հետ, որ պարզապես ցանկանում ենք ժողովրդի հետ պահել կոնտակտներ։ Շտաբը բացվել է Վանաձորցու շահերից ելնելով, նշում են Ելք-դաշինքի անդամները, ովքեր լավ գիտեն Վանաձորցու խնդիրներն ու մտահոգությունները, հավաստում են, որ կա ընտրության միջոցով փոփոխություններ ու հաղթանակ բերելու հնարավորություն։ Հերմինե Այվազյան, Կամո Ծատուրյան, Լոռի հեռուստաընկերություն։